Երեկո խոսքի իրավունքն է հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում եւ նշեմ, որ հաղորդումն իրականացվում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ, իսկ հյուրընկալել ենք երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի տնօրեն Դավիթ Հայրապետյանի։ Ողջույն Դավիթ, շնորհակալություն համեցել եք հարցազրույցից։ Հուլիսի 22-ը ատելության վրա հիմնված հանցագործությունների դեմ պայքարի օրն էր։ Մենք այն նշել ենք, ես տեղյակ եմ։ Ասացեք, խնդրեմ, ինչպես եւ ինչ միջոցառումներով։ Ասեմ, նախ եւ առաջ ասեմ, որ ինքը օրը սահմանվել է Եվրոպայի խորհրդի կողմից, որպես առցանց ատելության խոսքի դեմ պայքարի ընդհանուր ծրագրի շրջանակներում, որպես այդպիսի ազդեցության օր անվանենք, եւ մենք նախաձեռնեցինք մեկ միջոցառում, դա 3 տեղի ունեցավ ամսի 22-ին, դա ֆլեշ մոբ էր իր բնույթով, որը կազմակերպեցինք Հյուսային պողոտայում, ամենամարդաշատ անցորդների տեսանկյունից վայրում, եւ ինչու մեր իր բնույթը, ինչպիսի սցենար մտածեցինք, խնդիրն այն էր, որ երկու երիտասարդ պետք է ինչ-որ հարցի շուրջ, որտեղ որ կարող է դրսևորվել, ասենք, ատելության խոսք ինչ-որ սոցիալական խմբի նկատմամբ, այս դեպքում վերցնենք միջազգային որոշակի sense հարաբերություն, այսինքն երկու տարբեր ազգի ներկայացուցիչ իբրև թե բանավիճում է եւ սկսում է թեժ բանավեճ բարձր գորգորոցներով, նույնիսկ որոշ տեղերում նույնիսկ իրար հրելով, եւ հետաքրքիր թե արդեն անցնող մարդիկ ինչ ազդեցություն կցուցաբերեն, կփորձեն մոտենալ, կփորձեն օգնել, կփորձեն նրանց հաշտեցնել, թե անտարբեր կանցնեն կողքով։ Եվ մենք ունենք բավականին մեծ խմբով ակտիվիստներ 30-40 հոգի, ովքեր տեղավորված տարբեր նստարաններին, տարբեր անկյուններում սպասում են ինչ զարգացում կունենա։ Իմաստն անում էր կանում այն մարդը, որ առաջինը մոտենա եւ փորձի հաշտեցնել կամ փորձի այս դեպքում մեր մոտ երկու աղջիկներ էին կռվում, կփորձի խառնվել այդ բանավեճին, բոլորը արդեն ծափողջություններով, տրոշակներով, շնորհավորելով մոտենում են այդ մարդուն, իրենց շնորհակալություն հայտնում հասարակական ակտիվ դիրքորոշման համար։ Եվ մենք 3 անգամ փորձեցինք տարբեր հատվածներում, որպեսզի նույն մարդիկ չհավաքվեն եւ չիմանան ինչի մասն է խոսքը։ Շատ տակիր էր, որ մենք ունենք մտավախություն կազմակերպիչների կողմից, ովքեր որ մասնակցում են, որ ոչ մեկ չի լինի, ոչ մեկ չի գա, մենք տեն շարունակաբար կկռվենք, կամ հակառակներ լինում, հակառակ տեսակետ հայտնով, որ ինչ եք ասում, հենց առաջինը չի ստացվի, առաջինը իսկ դեպքում կբաժանեն, ես ինքս ներքուստ համոզված եմ, որ առավոտը 2-3 րոպե մինիմում այդ կռվի կշարունակում, մինչև ինչ որ մեկը կմոտենա կամ կփորձի ինչ որ մոտեցուցաբերել, եւ դա բոլորը նկարահանվում էր մեզ մոտ, տեսանկարահանվում էր, ասեմ, որ շատ հետաքրքիր իսկապես մոտ 2 րոպե, 1.5-2 րոպե մարդիկ անցնում էին, նույնիսկ անցնում էին աղջիկների արանքով, շրջանցում էին, ինչ որ փորձում էին կամ անցնում էին առաջ սոցիալական նկատմամբ, պտտվում էին, նայում էին, այսպես ասած, թամաշահանողների խումբ էր ձևավորվում կողքում կանգնած, փորձում էին նայել թե ինչ է լինում, բան, եւ իսկապես 2-3 րոպե հետո երիտասարդները երկու անգամ էլ մենք ունեցանք տղա, ովքեր մոտեցան եւ փորձեցին խառնվել եւ հաշտեցնել եւ իրենք էլ շատ լավ անակնկալի եկան, երբ որ այդ հասկացան այդ ամեն ինչը խաղարկային է եւ իրենք հայտնվում են որպես կենտրոնական հերոս այդ իրավիճակում, բայց մի անգամ, երրորդ անգամ երբ որ փորձեցինք արդեն սրճարաններից մեկի մոտ, շատ հետաքրքիր որ նույնիսկ մարդիկ նստած տեղերում բորբոքում էին կռիվը, փորձում էին հրայել, իրենք էին ներքաշվում մեջը, բայց ոչ մեկ չէր փորձում ինչ որ ձևով հաշտության բերել այդ երևույթը եւ հատկապես շատ հետաքրքիր էր, որ մասնակիցները, մեր աղջիկները երկուսն էլ նշեցին, որ իրենց համար շատ ծանր էր կողքից տեսնել, թե ինչ անտարբեր մթնոլորտ է։ Եվ իսկապես մենք նկատում ենք, որ անտարբերության մթնոլորտը շատ անգամներ բերում է հենց այ հանցագործությունների առաջացմանը։ Ես ինքս ու մենք ազգային հանձնաժողով որոշել ենք, որ այդպիսի մի կարգախոս մշակենք, այսինքն պայքարելով ատելության խոսքի դեմ կանխարգելում ես ատելության հիման վրա հիմնված հանցագործությունը եւ դա այդպես է, այսինքն եթե մենք ժամանակին լինենք ոչ անտարբեր, լինենք նկատող մեր կողքում տեղի ունեցող բացասական երևույթների հանդեպ եւ փորձենք ինչ որ ներդրում ունենալ դա հաղթահարելու վերաբերյալ, ապա մենք գուցե եւ կկանխարգելենք բազմաթիվ հանցագործություններ, որոնք տեղի ունենում մեր այսպես անտարբեր հայացքների ներքո։ Դա 3, ես տեղյակ եմ այսօր էլ միջոցառում է տեղի ունեցել, այդ մասին խնդրում եմ խոսենք տեսանյութը դիտելուց հետո։ Հուլիսի 22-ը Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում նշվում է որպես ատելության վրա հիմնված հանցագործությունների դեմ պայքարի օր։ Ինչու հենց հուլիսի 22, 2011-ի այդ օրն Օսլոյում եւ Ուտոյայում 77 մարդ զոհվեց ատելության եւ անհանդուր ժողականության պատճառով։ Ոչ ատելության խոսքին շարժումը եւ դրա շրջանակում իրականացվող երիտասարդներն ընդդեմ ատելություն պարունակող առցանց խոսքի ծրագիրը
Եվրախորհրդի երիտասարդական միացյալ խորհրդի նախաձեռնությունն է։ Հայաստանը ի թիվս նաև եվրոպական այլ մոտ 5 տասնյակ երկրների ընդգրկված է համաեվրոպական ոչ առցանց ատելության խոսքին շարժման մեջ եւ ըստ էության ամեն ամիս առանձնացվում է մեկ օր, որը նվիրվում է ինչ-որ մի կոնկրետ դեպքի կամ իրադարձության կամ ինչ-որ մի ավելի խոշոր խնդրի։ Օրինակ հունիս ամսին նշվեց համաեվրոպական մակարդակով փախստականների օրը եւ նրանց հանդեպ ավելի շատ հանդուրժողականության քարոզություն որպես այդպեսին այս ամիս հենց հուլիսի 22-ը առանձնացված էր որպես ատելության խոսքին զոհ դարձած անձանց նվիրված որպես այդպիսի օր Եվրախորհրդի երկրներում ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն միջոցառումներ են տեղի ունեցել եւ ունենում, որոնք նվիրված են երիտասարդության շրջանում հանդուրժողականության ձևավորմանը։ Եթե մենք փորձում ենք հաղթահարել ատելության խոսքը, ապա միանշանակ նվազեցնում ենք ատելության հիման վրա եղող հանցագործությունները կամ ավելի շատ նվազեցնում ենք զոհերի քանակը ատելության։ Այսօրվա մեր քննարկումը հենց վերաբերված է ատելության խոսքին որպես երևույթ, ինչպես կարելի է պայքարել, որտեղ է խնդիրն, այսինքն հենց բուն խնդիրն ինչում է, որ ոլորտներում են, ունենք նաև հրավիրված հյուրեր, հանձինս No Hate Speech Movement-ի Հայաստանյան հանձնաժողովի ներկայացուցիչներն են այստեղ գտնվում, ինչպես նաև ընդհանրապես տարբեր մարդու իրավունքների ոլորտում ակտիվ երիտասարդներ, մեր ակումբի անդամները։ Ատելության խոսքի մասին իրազեկվածությունը, ինչպես կազմակերպիչներն են համոզված, բարձրության վրա չէ շատ երկրներում։ Ինքը տենց կարելի ասել նոր երևույթ է ոչ թե որպես ատելության խոսք, այլ նոր երևույթ է որպես ինչ-որ ոլորտ, որի դեմ պետք է պայքարել, կային նաև բազմաթիվ այսպես հարցեր, որտեղ է սահմանը ատելության խոսքի եւ ազատ խոսքի իրավունքի շրջանակներում, որքանով է խնդիր հրատապ մեր երկրում։ Բազմիցս մենք նույն սոցիալական ցանցերում տեսնում ենք անհանդուրժողականության պարունակող բազմաթիվ արտահայտումների, մեկ սոցիալական խմբի ներկայացուցիչ կողմից մյուս սոցիալական խմբին կամ ինչ-որ խնդրի վերաբերյալ անհանդուրժողական դրսևորումների եւ ես համոզված եմ, որ դրանք կարող են շատ ավելի խորանալ եւ ավելի խոր հետևանքների, քան մենք կարող ենք պատկերացնել։ Օրինակ նույն ատելության խոսքի դրսևորումները շատ անգամ մենք տեսնում ենք, ասենք մեր հարևան երկրների նկատմամբ, պայմանած նաև աշխարհական իրավիճակով, երիտասարդների հանդեպ եւ նույնիսկ դիալոգի բացարձակ բացակայություն շատ դեպքերում։ Հատկապես կարևորվում է երիտասարդների շրջանում հանդուրժողականության մակարդակի բարձրացումը, թեև այս առումով Հայաստանն անհամեմատ առաջ է եվրոպական շատ երկրներից։ Մեր երկրում վիճակը շատ ավելի լավ է այս առումով երիտասարդության շրջանում, քան նույն հետ եվրոպական շատ երկրներում, որտեղ իրենք ունեն բավականին լուրջ արտահայտված խնդրեմ, այսինքն նույն փախստականների հանդեպ կամ միգրանտների հանդեպ դրսևորումներում, որը որ մենք ըստ էության այդքան սուրճ չի մեզ մոտ։ Իսկ առցանց ատելությունը, ինչպես մասնագետներն են նկատում, բավական հզոր ազդեցություն կարող է ունենալ եւ վերածվել ոչ առցանց բախումների, ընդ որում շատ ավելի արագ։ Ինքը ինտերնետը բավական լուրջ գործիք լինելով, մենք դեռևս ամբողջովին չունենք այն հմտությունները, որպեսզի դա կիրառենք ըստ նպատակին, ըստ այն ինչի համար դա ուղղված է։ Եվ շատ դեպքերում ինքը դառնում է մի ոլորտ, որտեղ մարդկային հարաբերությունները ավելի արագանում են եւ ավելի, այսպես ասած, ինտենսիվանում են եւ ավելի շատ կարճ ժամանակահատվածներում մենք ունենք այնպիսի էֆեկտներ, որոնք նորմալ կյանքում կարող են տևել ամիսներ։ Խնդրեմ, այն ինչ որ դուրս մնաց տեսանյութից քննարկման մասին, խնդրեմ Սա այնքան էլ մեր կազմակերպածը չէ, շնորհակալություն պետք է հայտնենք Ազա շվեյցարական հիմնադրամին եւ Էսպաս կենտրոնին նման քննարկում կազմակերպելու համար։ Ես արդեն այնտեղ ներկայացնում էի մեր ազգային հանձնաժողովը No Hate Speech Movement-ի եւ շատ ակտիվ երիտասարդներ էին ներկա այնտեղ, որոնց հետ շատ հետաքրքիր քննարկում անել։ Ես ինքս նույնիսկ որոշ հարցեր փորձում էի ինքս սրել, բերել ծայրահեղության, որպեսզի տեսնեմ, թե նրանք ինչքանով են կարողանում հիմնավորել իրենց տեսակետը, օրինակ հատկապես մեր գլխավոր հարցերից մեկը այսօր եղավ նա, թե արդյոք Հայաստանում որ ոլորտում կա ատելության խոսքի դրսևորում երիտասարդության շրջանում։ Իհարկե կարծիքները շատ տարբեր կարող են լինել, բայց այստեղ շատ հստակ պետք է դրվի այդ հարցը, քանի որ եվրոպական երկրները իսկապես շատ տարբերվում են այս առումով, թեկուզ ունեն շատ ընդհանրություններ, բայց տարբերվում են։ Օրինակ նույն էմիգրանտների կամ գնչուների խնդիրը, որը որ շատ սուր դրված է եվրոպական որոշ երկրներում, մենք փաստացի չունենք եւ դրա այդ ուղղությամբ ինչ որ բան անելը նաեւ սխալ կլինի։ Դրա համար ազգային հանձնաժողովների օրինակ աշխատանքը այստեղ շատ կարևորվում է, որպեսզի երիտասարդության շրջանում հարցումների միջոցով հասկանանք, օրինակ, որ ոլորտում է, որ մենք ֆիքսում ենք այդ
խնդիրը եւ ինչի դեմ պայքարել եւ ինչպես հասկանալ այ որտեղ է սկսվում որտեղ է վերջանում ազատ խոսքի իրավունքը եւ սկսում ատելության խոսքը, որովհետեւ սրանք էլ եւս իր այդ հակասող շատ եզրույթներ ունեն եւ այստեղ պետք է շատ նուրբ լինել։ Ես իսկապես շատ ուրախ եմ եւ գոհ եմ այսօրվա քննարկման մասնակիցներից, երիտասարդները, որոնք շատ ակտիվ կարողանում են տեսակետ հայտնել եւ իրենց տեսակետը մինչեւ վերջ պաշտպանել, համոզել, հիմնավորել, փորձել բերել ապացույցներ։ Այս առումով բավականին օգտակար ես ինքս դիտարկումներ արեցի եւ նշումներ արեցի, որը հետագայում մենք նաեւ մեր հետագա աշխատանքներում կփորձենք դրան անդրադառնալ։ Երբ եւ ինչ հանգամանքից ելնելով սկսվեց նշվել այսօրը, դուք արդեն ասացիք եւ ուզում եմ հասկանալ ինչ է այն տալիս հասարակությանը գլոբալ առումով այս օրը նշելը։ Այն նման միջոցառումներ կազմակերպելու ասեմ, ամենակարևոր մեղը հենց միջոցառումների նաև No Hate Speech Movement-ի հենց action day-երն են, այսպես ազդեցության օրերը, որոնք առանձնացնում են ելնելով, ասենք, ինչ որ իրադարձությունից, ասենք օրինակի համար հունիսի 20-ին նշվեց նախորդ ազդեցության օրը, որը որ ուղղված էր փախստականների դեմ հանդուրժողականության ձևավորման եւ նրանց փախստականի հանդեպ հանդուրժողականության ձևավորման եւ նրանց դեմ ատելության խոսքի նվազեցման ուղղությամբ, դա ՄԱԿ-ի կողմից ընդունված միջազգային օր հունիսի 20-ը, հետաքրքիր որ հունիսի 22-ը դա չճանաչված օր է որպես այդպիսին, միջազգային ոչ մի կառույց չի ընդունել հունիսի 22-ը, սակայն հունիսի 22-ին Օսլոյում եւ Ուատոյայում 77 մարդ հենց ատելության բռնության զոհ դարձան, որոնցից մեծ մասը երիտասարդներ եւ դրա համար Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովը որոշեց այս օրը նշել եւ ամենահետաքրքիր եւ ամենակարևոր բանը այս առումով, որ մենք հիմա փորձում ենք աշխատել այն ուղղությամբ, որ միջազգային որոշ կառույցներ փորձեն սա ընդունել որպես միջազգային օր եւ հետագա ասենք 2014-15 թվականներին հենց հուլիսի 22-ը նշել որպես ատելության, քարոզչության զոհ գնացած մարդկանց հիշատակման եւ հանդուրժողականության ձևավորման օր որպես այդպիսի։ Ճիշտ է, հուլիսի 22-ը միջազգայինորեն ճանաչված չէ, բայց որպես ատելության վրա հիմնված հանցագործությունների դեմ պայքարի օր նշվում է Եվրոպայի խորհրդի շրջանակներում։ Էլ որտեղ եւ ինչպես է նշվել այս օրը եւ միանգամից եւս մեկ հարց, կարող է ինչ-որ մի օր արդեն պաշտոնապես էլ նշվի։ Եվ հենց դրա հետ կապված գուցե եւ ինչ որ մի օր նշվի, այդ ուղղությամբ հիմա խոշոր աշխատանք է տարվում, ասեմ որ Արշավի կայքում, որը որ կարող եք յուրաքանչյուրը այցելել, դա nohatespeechmovement.org կայքն է, կարող եք այնտեղ այցելել եւ այնտեղ դրված է հիմա մի խնդրագիր միջազգային կառույցներին ուղղված, որտեղ երիտասարդները կարող են ստորագրել, դնելով իրենց էլեկտրոնային ստորագրություն, իրենց անունը գրելով, որտեղ խնդրում են հուլիսի 22-ը ճանաչել որպես այդպիսի օր եւ եթե դա ստացվի եւ անհամապատասխան քանակությամբ ստորագրություններ հավաքվեն, արդեն հաջորդ տարիներին կարծում եմ, որ մենք կունենանք միջազգային ճանաչված որպես այդպիսին օր։ Բացի այս համաեվրոպական ստորագրահավաքից, ասեմ, որ ազգային հանձնաժողովներին ուղղվել էր նաեւ նամակ, որտեղ խնդրում են այն նմանատիպ ֆլեշմոբեր կազմակերպել տեղերում եւ դրանք նաեւ on-line ցուցադրվում էին այս նույն նշված կայքում։ Եվ շատ կարևոր է, որ այդ on-line ակցիաները, որոնք որ կայքում տեղադրվել են, մյուսները տեսնեն։ Ասեմ ձեզ, որ որոշ երկրներում իհարկե շատ հետաքրքիր ֆլեշմոբեր արդեն իրականացվել են, որոնց մենք ականատեսը եղել ենք։ Մենք մեր իրականացրած միջոցառման ձայնագրությունը ավելի շատ մոնտաժված տարբերակը փոքրիկ տեսահոլովակի ձևով եւս կտեղադրենք կայքում։ Ասեմ, որ բացի այդ nohatespeechmovement.org կայքից յուրաքանչյուր երկրում պետք է մեկնարկի իր սեփական կայքը որպես այդպիսին, որը որ ուղղված կլինի հենց no hate անվան կամ ծրագրի տակ։ Եվ այդ կայքում եւս երբ որ արդեն պատրաստ կլինի, մենք կարողանանք ազգային մակարդակով իրականացող միջոցառումներ դնել կամ ծանոթանալ թե տարբեր երկրներում ինչպես է դա արվում։ Որտեղ է ավելի մատչելի գործել, ազգային թե եվրոպական պլատֆորմներում։ Ասեմ, որ մենք պարտավոր ենք երկու պլատֆորմում էլ աշխատել, որովհետև մենք ունենք նաև մոդերատորներ երկու մակարդակում են, եւ եվրոպական պլատֆորմի եւ ազգային։ Կարծում եմ, որ ազգային պլատֆորմը ավելի մեծ հնարավորություններ է տալիս եւ շատ երկրներ դրան գնում են։ Օրինակի համար, ասեմ, ամենավերջինը երևի թե միացավ ակցիային Ռուսաստանը եւ արդեն փորձում են գործարկել No Hate.ru տիրույթում իրենց կայքը, մեր կայքը պատրաստվում է եւ առաջիկայում կլինի nohate.am տիրույթում
Եվ օրինակ հիմա նույն այս շապիկը, որ ես հագել եմ, դա ռուս գործընկերների նվերներ մեզ, նրանք միանգամից փորձեցին շապիկը առանձնացնել սրտիկով եւ без վրաժդի գրված, եւ նույն ես շրջվեմ երևի թե նույն այստեղ հետևում QR կոդով պատկերված է հենց իրենց կայքը, այսինքն յուրաքանչյուրը կարող է մտնել եւ նայել կայքը։ Այսպիսի միջոցառումներ օրինակ տարբեր երկրներ նախաձեռնում են։ Կարծում առաջիկայում մենք կունենանք այսպիսի ռեկվիզիտներ, որոնք կարողանանք բաժանել։ Կարծում ազգային մակարդակում շատ ավելի ճկուն կարելի է լինել, այստեղ պարզապես շատ կարևոր է հասարակական կազմակերպությունների ակտիվությունը եւ երիտասարդների ակտիվությունը։ Օրինակ վերջին մի շաբաթվա ընթացքում մոտ 3-4 երիտասարդ, ովքեր մասնակցել են եվրոպական կամ Ռուսաստանում տեղի ունեցող միջոցառումների, իմ հետ կապի դուրս եկան, քանի որ եվրոպական կառույցներից ասել են, որ ազգային կոորդինատոր, եւ արդեն մենք նրանց ակտիվությունը փորձում ենք ուղղորդել։ Եթե նույնիսկ հայկական տեղեկատվական դաշտում մենք ինչ-որ բան բաց ենք թողել, ապա բոլոր կողմից ուղղորդվում է դեպի ազգային պլատֆորմ եւ այս առումով մենք կարծում եմ, որ մինչեւ տարվա վերջ բավականին շատ բան կհասցնենք անել։ Քանի որ ունենք ազգային հանձնաժողով, դուք կոորդինացնում եք, պաստորեն համակարգում եք այդ ամենը, ինչպես եք ընտրել հանձնաժողովը, ովքեր են ընդգրկված հանձնաժողովում, ո՞րն է հանձնաժողովի հիմնական գործառույթը։ Ասեմ, որ մենք շարժմանը միացանք մարտ ամսից, եւ դրա մասին նաեւ առիթ ենք ունեցել խոսելու հենց այս ծրագրի ընթացքում, եթե հիշում եք, ես հենց եկել եմ Եվրոպայից եւ հենց նոր որպես այդպեսին երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնը դարձավ որպես ազգային կոորդինատոր։ Դրանից հետո մենք ձեռնամուխ եղանք ազգային հանձնաժողովի ստեղծմանը, որը փորձեցինք անել մաքսիմում թափանցիկ, համապատասխան հայտարարություններ, հրավերները դրեցինք մեր Երիտեմ կայքում, տարածեցինք սոցիալական ցանցերում եւ սկզբունքը եղավ այնպես, որ ընտրվեցին ավելի շատ առաջին մասով պետական կառույցների 5 ներկայացուցիչներ ներկայացվեցին, դա պետական կառույցների կողմից, որտեղ ներկայացած ինչպես սպորտի երիտասարդության հարցերի նախարարությունը, այնպես էլ արտգործ նախարարությունը, որպես այս տարի Եվրոպայի խորհրդի նախագահող կողմ, եւ 5 հասարակական կազմակերպություն, ովքեր ունեին փորձառություն եւ որոշակի աշխատանք տարել են այս ոլորտում, եւ 5 երիտասարդ աշխատողներ կամ փորձագետներ, այսպես ասած, որոնք եւս ընդգրկվեցին։ Այժմ 15 հոգանոց այդ հանձնաժողովը ձևավորված է։ Մենք նաև ձևավորեցինք փոքրիկ աշխատանքային խմբեր հանձնաժողովի կազմում։ Հիմա կոնկրետ մի աշխատանքային խումբը շատ ակտիվ աշխատում է այդ ազգային պլատֆորմի ստեղծման հիման վրա, որոշակի մի փաստաթուղթ, որտեղ կամփոփվեն մեր առաջնայնությունները, ինչպես նշեցի, թե որ ոլորտում մենք ցանկանանք պայքարել, եւ ինչպես նաև գործողությունների որոշակի պլան են մշակում։ Ասեմ, որ եվրոպական մեր գործընկերները պատրաստ են նաև ինչ որ մի action day այդ ազդեցության նոր հատկացնել նաև մեզ, այսինքն մենք որոշենք, որ ընդունենք նոյեմբերին, ասենք կամ դեկտեմբերին, կամ չգիտեմ հաջորդ տարվա հունվարին, ինչ որ մի օր, որը Հայաստանի համար շատ կարևոր է եւ կուզենանք դա կարևոր է նաև համաեվրոպական մակարդակում, կարող ենք առաջարկել, որ այս օրը եկեք նշենք ատելության դեմ պայքարի որպես ինչ որ մի ուղղություն ունեցող օր։ Այս առումով մենք բաց ենք եւ հրավիրում ենք մարդկանց, երիտասարդների, ովքեր կուզենան իրենց կարծիքը հայտնել, կապվել երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի հետ եւ առաջարկել իրենց տարբերակները, որը մենք կարող ենք առաջարկել եվրոպական գործընկերներին։ Ազգային հանձնաժողովը էլի ինչ որ միջոցառումներ կազմակերպել է։ Ասեցի, որ ամենակարևոր բանը, որի հիմա վրա մենք աշխատում ենք, դա nohate.am կայքի գործարկումն է։ Ես կարծում եմ առաջիկա ամսվա ընթացքում դա կլինի։ Երկրորդը դա պլատֆորմի ձևավորումն եւ համապատասխան փաստաթղթային բազայի ձևավորումն է, որը որ կարծում եմ առաջիկայում եւս կունենանք։ Ինչպես նաև մենք ակտիվ աշխատում ենք No Hate Speech Movement.org այդ կայքի ապդեյթների ուղղությամբ մեր հայկական որոշակի տեսանյութերով։ Վերջին միջոցառման մասին էլ նոր մի քիչ ավելի առաջ խոսեցինք, հենց այդ ֆլեշմոբի կազմակերպումներ։ Կարծում եմ, որ սա սկիզբն է, քանի որ ըստ էության մեկնարկել ենք հունիս ամսից, որպես հանձնաժողով ձևավորվել է հունիս ամսից, դեռևս 1 ամիս է անցել, կարծում եմ կես տարի մինչև տարավերջ դեռ արժևում է եւ շատ բան կհասցնենք անել։ Այստեղ շատ կարևորում է մեր երիտասարդների մասնակցությունը, նաև այն հասարակական կազմակերպությունները, ովքեր չեն մտել ազգային հանձնաժողով, իրանք կարող են եւս ակտիվորեն համագործակցել, մենք բաց ենք այդ առումով։ Շատ լավ։ Հատկապես ինչ հմտություններ է անհրաժեշտ երիտասարդությանը, որպեսզի կասեցնել կամ թույլ չտալ տարածել առցանց ատելությունը։ Այստեղ մենք խոսում ենք, արդեն ստիպված ենք խոսել մի հարցի մասին, որը որ չափազանց բարդ է, քանի որ ինֆորմացիոն անվտանգությունը հատկապես ինտերնետային տիրույթում դա մեր երկրի եւ ոչ միայն մեր երկրի, այլ ամբողջ աշխարհի հիմա պրիորիտետներից մեկն է, այսինքն որտեղ դնել սահմանափակումներ նույն երեխաների կամ երիտասարդների համար, կամ որտեղ է որ, ասենք, նույն ասի ազատ խոսքը վերածվում անհանդուրժողականության դրսևորման, կամ ինչպես հոգալ սեփական անվտանգության հարցը ինտերնետ միջավայրում։
Այս ուղղությամբ մենք ոչ ունենք համապատասխան իրավական բազա, այսինքն ինչ ընդհանրապես ինտերնետային անվտանգությունը, խոսքը տեխնիկական չէ, այլ հոգեբանական անձի անվտանգության մասին է, կամ որտեղ է սկսվում եւ վերջանում այն սահմանը, որտեղ դու հետաքրքրի գոտուց անցնում ես վտանգավորի գոտուն։ Այս առումով շատ կարևոր է, որպեսզի մեզ մոտ երիտասարդների մոտ կամ սկսած, ասենք, չգիտեմ, ավելի փոքր տարիքից դեռահասների մոտ ձևավորվեն հմտություններ ինֆորմացիայի հետ աշխատելու եւ ինֆորմացիան տարաբաժանելու կամ զանազանելու։ Այսօր հանդիպմանը ես նույն մեր երիտասարդների 20-30-ից ավելի երիտասարդ նստած էին, հարցեցի, օրինակ, գիտեք, շատ է տակ օգտվում, հավանաբար բոլորը օգտվում են Google համակարգից, չէ՞, ինֆորմացիա որոնան։ Ասենք ինչ որ մեկը գիտի, որն է Google-ի բանը, նշանաբանը։ Շատերը համարյա ոչ մեկ չգիտի դրա մասին, բայց Google-ը երբ որ ստեղծում էին, առաջին հենց բառը ֆրազան որ արեցին, դա don't be evil, այսինքն մի եղիր չար, այսպես թարգմանենք ավելի, այսինքն ունենալով այդքան հնարավորություն ինֆորմացիայի, դու ցանկացած բառ կարող ես մտնել եւ մուտք անել եւ գտնել հազարավոր աղբյուրներ։ Ընտրիր ճիշտը եւ կարողացի ինֆորմացիա հետ աշխատել ճիշտ, որպեսզի դա չգնա ի վնաս այլ մարդկանց։ Այստեղ շատ կարեւոր է այ հենց այդ ի վնասի հասկացությունը, որ հասկանանք, որ մեր բառերով, մեր խոսքերով չվնասենք, դիսկրիմինացիա չենթարկենք այլ անձնավորության, որը, ասենք, չի համապատասխանում մեր մտածելակերպին։ Շատ լավ, շնորհակալություն Դավիթ, հետաքրքիր հարցազրույցի համար։ Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում խոսքի իրավունքներ, իսկ խոսքի իրավունքներ Դավիթ Հայրապետյանը, երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի ղեկավարը, կհանդիպենք ցտեսություն։